որ տարվա ընթացքում ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել, խնդրեմ ներկայացնեք, թե դրանք ինչով են պայմանավորված եւ նախորդ տարիների դինամիկան ինչի մասին է խոսքում, հաճախակիացել են նման երևույթները։ Ընդհանուր հանրապետությունում սկսած 94 թվականից գրեթե ամեն տարի բացառությամբ 2011 թվականին մենք ունենում ենք տարեկան միջին ջերմաստիճանի դրական շեղումով տարիներ եւ հանրապետությունում նկատվում է ջերմաստիճանի բարձրացում 1935-ից 2024 թվականին 1.6 աստիճանով եւ այս տարին էլ անմասն չի մնացել եւ օգոստոսի 2-ին եւ օգոստոսի 2-ին եւ 5-ին, ինչպես նշեցի, Երևանում ունեցանք 41.9, 41.5 աստիճան, ինչը այդ երկու օրերին մեր գերազանցեցին բացարձակ առավելագույն ջերմաստիճաններ մինչ այդ դիտված։ Շատ լավ։ Եթե կարելի նաև օդի որակի փոփոխությանը անդրադառնանք, այս վերջին տեղումները որքանով օգնեցին, ինչ պատկեր ունենք։ Ուրեմն վերջին տեղումները զգալիորեն նպաստեցին օդի որակի լավ լինելուն եւ դեկտեմբերի 28-ին միայն կենտրոն վարչական շրջանում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է 1.4 անգամ, մնացած հատվածներում գերազանցումներ չեն եղել եւ եթե մենք միջինացված ցուցանիշով այսպես ասեմ, ուրեմն Երևան քաղաքում 2025 թվականին, որ ամենից աղտոտված կենտրոն վարչական շրջանն է, գրեթե 47% դեպքում գերազանցումներ չեն եղել, այնինչ նախորդ տարիներին ավելի շատ են գերազանցումներն եղել, նույնիսկ 2023 թվականին 19% դեպքերում է, որ գերազանցումներ չի եղել, այսինքն օդի որակի դեպի լավ որակ ենք գնում, տենդենսը դեպի դրական է եւ ես հորդորում եմ, որ անպայման բոլորս հետևենք միայն մեր ՊՕԱԿ-ի տվյալներին, պաշտոնական տեղեկատվությանը եւ կառավարության որոշումով վերջին կառավարության նիստին հաստատվեց կառավարության որոշում, որով որ օդի որակի մոնիտորինգի պետական տեղեկատվություն տրամադրողը միայն մեր ՊՕԱԿ-ն է եւ խնդրում եմ հանրությանը, որպեսզի հետևեն միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Իսկ քաղաքացիների անհանգստությունը այս շրջանում այս խոճապային իրավիճակը սոցիալական ցանցերում ինչով եք պայմանավորում, տեղեկատվությունն է բազմազան շրջանառվում, թե իրապես վտանգավոր է։ Իրապես վտանգավոր իրավիճակ չի, նորից եմ կրկնում, մենք միշտ ասում ենք, որ անբարենպաստ իրավիճակ է, դա պայմանավորված էր հատկապես նոյեմբերի սակավ տեղումներով եւ օդի բարձր ջերմաստիճանով եւ ընդհանուր տարածաշրջանային էր Արևան Վրաստանում էլ զուգադիպեց այդ օրերին մեր վրացի գործընկերները Հայաստանում էին համագործակցության շրջանակներում եւ այնտեղ էլ պայմանավորված հարավ-արևմուտքից տաքօդային զանգվածների ներթափանցմամբ այնտեղ էլ փոշու գերազանցումներ կար նորմայից 5-6 անգամ, այսինքն ընդհանուր տարածաշրջանային խնդիր էր։ Եվ նշեմ, մենք պետական բյուջեի աջակցությամբ ձեռք ենք բերել 2 գերժամանակակից սարքավորումներ, որոնք հունվարի 3-րդ տասնօրյակին շահագործվելու են եւ հանրությունը արդեն օպերատիվ ռեժիմով տիրապետելու է տեղեկատվությանը, որոնք որ տեղադրվել են կենտրոն վարչական շրջանում եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Շնորհակալ եմ, մեր գործընկերներից հարցեր կան, խնդրեմ։ Որ շրջաններում տեղումներ լինելու անցի 31-ից 2%։ Գրեթե բոլոր։ Երևանում նույնպես մեծ հավանականություն կա, որ 31-ի երեկոյան ժամերին, 1-ին, 2-ին գիշերը մինչև առավոտ կդիտվի ձյուն։ Շատ լավ, շնորհակալ եմ, հավելելու բան ունեք, հարգելի բանախոսներ։ Ոչ։ Շնորհակալություն հանգամանալից ներկայացնելու համար, ձեր